Այն, որ մեր օրերում էլ Սասունցի Դավիթ ունեն, կասկածից վեր է։ Նա Վանաձորցի 9-ամյա Սարիբեկ Մոսինյանն է, ում ավելի շատ ճանաչում ու գիտեն որպես հրաշամանուկ։ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կազմակերպված մեծարման ցերեկույթը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյա պատմության մեջ միակ մանկահասակ համաշխարհային ռեկորդակիր հրաշամանուկ Սարիբեկ Մոսինյանին։ Լոռեցի փոքրիկ դյուցազնի բացառիկ կարողությունների արժևորման միջոցառումը իր իսկ ծննդյան օրն էր, փետրվարի 16-ին։ Միջոցառման հովանավորը ազգային ժողովի պատգամավոր Արկադի Համբարձումյանն էր։ Այս միջոցառումը տեղի չէր ունենա, եթե չլիներ Լոռվա այն սիրված պատգամավորը, ով հայտնի է իր բարեգործություններով։ Այո, ես նույնպես կռահեցի, թե ով է նա։ Եվ այսպիսով Արկադի Համբարձումյանն է։ Բուրըն ծառայություններ։ Միջոցառման ընթացքում հրաշամանուկին իր օրհնանքի խոսքն ասաց Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Աբրահամ Քահանա Մարտիրոսյանը։ Թող Աստված օրհնության եւ խաղաղության մեջ պահի մանկանը եւ ավելի մեծ տարիքում մեծ սպորտային հաջողություններ, որպեսզի ինչպես նշվեց 90-ամյակի առիթով կարողանանք հավաքվել նորանոր պատվոգիրների եւ նորանոր ռեկորդների մասին կարողանանք խոսել։ Աստված օրհնի ամենքին։ Փոքրիկ Սարոյի մոտ մարզական հրաշքներն արձանագրվել են 4 տարեկանում։ Նա իր առաջին ռեկորդը սահմանել է 5 տարեկանում, զարմացնելով ոչ միայն քաղաքացիներին, այլև Հայաստանի դյուցազնագրքի կազմակերպիչներին։ 9-ամյա դյուցազնը արդեն հասցրել է դառնալ 7 ռեկորդի հեղինակ տարբեր գործողություններից, որոնցից մի քանիսը նրա տարիքի երեխաների համար պարզապես անհնարին է։ Իսկ թե ինչու հրաշամանուկ, բացահայտում է նրա հայրիկը։ Եղավ այնպեսի մի օր, որ պետավտոտեսուչը կայնեցրեց, հետո երբից հարցրեցին, ասեցի շատ եմ շտապում էլի, ես մի անգամ զիջեք ներեք, ասեցին ով ես որ, ասի ժողովուրդ դուք սովորեք, որ միշտ իջնում եմ մեքենայից, ասում են ես ինչ օլիգարխի տղեն եմ էլի թողեք, ես էլ եկել եմ, ասում եմ ես ինչ տղու հերն եմ, էլի հրաշամանուկի պապան եմ։ Լոռեցի հրաշամանուկը ոչ միայն զարմացնում է, այլև ոգեշնչում շատ ստեղծագործողների։ Վանաձորցի երգիչ երգահան Արտակ Արամյանի հրաշամանուկին նվիրված երգն էլ դրա բառապացույցն է։ Միջոցառման ընթացքում Լոռեցի հրաշամանուկը տարբեր կառույցների կողմից արժանացավ մի շարք պատվոգրերի, շնորհակալագրերի ու նվերների։ Նաև փոքրիկ բարերար կոչումը կրող հրաշամանուկը իր երախտիկն ու խոնարհումը հայտնեց միջոցառմանը հրավիրված քառօրյա պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ծնողներին, այդպիսի հերոս զավակ դաստիարակելու համար։ Ողջ միջոցառումն ընթացավ երաժշտական գեղեցիկ կատարումներով։ Միջոցառման ավարտին ազգային ժողովի պատգամավոր Արկադի Համբարձումյանի օգնական Ալեքս Սարգսյանը ողջունեց մեծարման ցերեկույթի մասնակիցներին եւ պատգամավորի անունից շնորհավորեց հրաշամանուկին ծննդյան օրվա կապակցությամբ։ Ցանկանում եմ մեր երիտասարդներին, ովքեր զբաղվում են մեր հրաշամանուկով, որոնք վաղը մեր սահմաններում մեր երկրի պահպանությունն են իրականացնելու, թող առողջություն լինի, մեր հարգարժան ծնողներն են թող իրենց երեխաներին շատ ժամանակ տրամադրեն, որպեսզի կարողանանք դաստիարակել առողջ զերունդ։ Իսկ ինչ մնում է պարոն Համբարձումյանին, պարոն Համբարձումյանը 2002 թվականից թիվ 29 տրատարածքից ընտրված պատգամավոր է, դահլիճում գտնողներից շատերին եմ ճանաչում, միշտ սատար է կանգնել այս կամ այն խնդրով բոլորին։ Մեր հարգարժան պատգամավորը ընտրվել է ոչ միայն Սպիտակի կողմից, այլև Վանաձորի մեծ մասի կողմից։ Ինչպես արդեն նշվեց, մեր շատ սիրելի պատգամավորին ես ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել, որ նա միշտ մեր կողքին է՝ սպորտ, մշակույթ եւ ժողովուրդ։ Հրաշամանուկ Սարիբեկ Մոսինյանին նվիրված արժևորման ցերեկույթն ավարտվեց թատրոնի ճեմասրահում կազմակերպված գեղեցիկ հյուրասիրությամբ։ Անուշիկ Հովսեփյան, Հարություն Ղալեչյան, Սլավ մեդիա հեռուստաընկերություն։